Դատարաններում այնինչ տեղի է ունենում, դատարաններում այնինչ խոսում ենք, դատարաններում այն իրավական դիրքորոշումները, որ ներկայացնում ենք, այսքան մարդիկ գալիս են աջակցելու, դուք բոլորդ այսքան ժամանակ նվիրում եք այդ ամենը լուսաբանելու, ես իսկապես ինձ մոտ հարց է առաջանում, այս ամենը ինչի համար է արվում։ Եթե կարող է պարզապես հայկական ժամանակ օրաթերթը երեկվա դրությամբ ժամը 18:30 ամբողջ ելքը կանխորոշի, այսինքն այդքան խրթին իրավական հարցերի, բայց մյուս կողմից այդքան պրիմիտիվ անհիմն միջնորդության պայմաններում հայկական ժամանակը ամբողջը ասի, որ կալանքը պետք է երկարաձգվի, իդեպ զարմանալիորեն նյութի տրամաբանությունը փաստացի 2 ամսվա երկարաձգման մասին էր, ու այդ նյութը ժամը 23:00-ի դրությամբ նույն կերպ պահպանված լինի, դատական նիստի ժամանակ ես եւ գործընկերներս բարձրաձայն ենք այդ նյութի մասին, դատավորը արտահայտի իր վրթովմունքը, որ իբր ում տեղն ենք դրել իրեն, ինքը ոնց թե պետքա լրատվամիջոցի կանխատեսումներով առաջնորդվի, 100-ից 100 կանխատեսումը կատարեց։ Ինչպես 2025 թվականի հունիսի 17-ին Հայաստանի Հանրապետության ամենաբարձր պաշտոն զբաղեցնող անձը ուղղակիորեն կանխորոշեց իրավապահների գործողությունը, այս դեպքում էլ հայկական ժամանակ օրաթերթը կանխորոշեց դատական գործընթացը, դատարանի որոշումը։ Ես նման բան Հայաստանի Հանրապետությունում չեմ տեսել։ 2 ամիս կալանքը միջնորդությունը կալանքը երկարաձգելու վերաբերյալ բավարարել, երբ դրանից 1 ամիս առաջ ասվում էր, որ 1 ամսով է երկարաձգվում կալանքը։ Սա պարզապես անլրջություն է ուղղակի։